Ողջույն ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ, ասեմ, որ շատերը գրում հարցնում են, երբ բանից է հաղորդումը սկսվելու, free news-ով, ազատ շփում եմ, միանգամից ասեմ, որ ամսի 12-ից երկուշաբթի օրվանից կլինենք եթերում, բայց դա չի խանգարում մեզ, որ մենք այս ֆորմատով շարունակենք շփվել եւ երկուշաբթից հետո էլ թե հաղորդումը, թե այս ֆորմատը արդեն իրար չեն խանգարում, միշտ ասելիք կա, զրուցելիք, խոսելիք կա, առավել եւս, որ 24 թվականի, 25 թվականի ողջ ամառը, երբ պասիվ սեզոնը լինում քաղաքական դաշտում շատ ակտիվ գնաց, հիմա էլ ձմեռը, ամանոր, Սուրբ Ծնունդն, բայց չի դադարում ակտիվ չմնալ ու չվարվել, այսպես ասած դաշտը, հա։ Ուստի ու այստեղ մանիպուլյատորներն էլ շատ են լցվել, մարդկանց իրենց երևակայությամբ դատում, կշռում, կշռադատում, ներկայացնում, տարածում, զզվացնում եւ այլն։ Այսօր մի քանի թեմաներից ենք խոսելու, իհարկե առաջին տեղում Արշակ Զաքարյանի ով լինելն է լինելու, երեք ես եթերից հետո տեսա նրա նման գրառումը ու էլի աչքս ընկել է նման գրառումներ ու հիմա Արշակ Զաքարյանին մի երկու բառով կպատասխանենք նրա ով լինելը նույնպես։ Հետո կանդրադառնանք ինչու ոչ նաև մեկնաբանություններին, որովհետև մի բան է, երբ որ 5-րդ չարասյունը արտաքին ուժերի ազդեցության տակ դրսի փողերով պետության գլխի նոյինները խաղում եւ այլ բան է, երբ որ իսկապես դրան հավատացող որոշակի քաղաքացիներ կան, ովքեր այնպես չի որ դրան հավատալուց հետո սրանցից որևիցե մեկին ձեն կտան կընտրեն, բայց այնպես էլ չի որ ժողովրդավար ուժերին նույնպես գնահատեն։ Ինչը ամենախոցելին է մեր համար, պետության համար, որպես քաղաքացի ես անհանգիստ եմ այդ մասով։ Ուրեմն շատերը ներկայանում են, որ իբր իրենք զզվել են այս խոսակցությունից, գիտեք ինչ, զզվեք թե չզզվեք։ Իհարկե ես հասկանում եմ, որ շատ հեշտ է արագ գտնել մի հատ մեղավոր, բարդել նրա վրա բոլոր մեղքերը, անցնել առաջ մեր գործերով։ Ու եթե թվում է, թե օրինակ ես իմ գործերով չէի կարող անցնել առաջ, շատերը սխալվում են, բայց խնդիրն էլ հենց այդտեղ է, որ մենք մեր գիտակցության հետ պիտի որոշակի գործողություններ իրականացնենք։ Ես հասկանում եմ, որ մեր ողջ գիտակցությունը միշտ զբաղված է եղել թշնամու առկայությամբ, վախերով է լցված եղել ինչ-որ ցարական պատմություններով, հարկադրված պարտադիր կրթություն ենք ստացել ու հիմա եթե պարզվում է շատ բաներ այդտեղ սուտ կամ սին էին, կամ այն չէին, կամ ինչ-որ մեղավորություններ ունենք մենք նույնպես որպես քաղաքացիներ, դա բնականաբար մի անգամից դիսկոմֆորտի է բերում։ Իսկ եթե հանկարծ այդ դաշտում որևիցե մեկն էլ սկսում է հակառակը պնդել, ավելի է խճճվում մարդկանց մոտ ամեն ինչ եւ իհարկե կարող են նաեւ զզվել ու ասել այն մարդը հանգիստ ապրում ենք։ Այ հանգիստ ապրում էինք, դրա համար ունեցանք այն ինչ որ ունենք, սա է հարցի պատասխանը։ Իսկ դետալները արդեն կարող ենք միասին ուսումնասիրել։ Այնուամենայնիվ սկսենք Արշակից Զաքարյան, մի անձնավորություն, ով ավելի շատ մարդկանց մոտ երկու դրվագով հայտնի դարձավ, մեկը որ մինչև հեղափոխությունը, դրանից էլ մի քանի տարի առաջ, ասես դուրս էր գալիս, նկարում էր դիրքերի վիճակը, ճանապարհները եւ այլն, մարդիկ այլ ասում են, «Ոնց չի վախենում, ասես բաներ ալ նկարում ու խոսում», եւ մյուս դրվագը, երբ հեղափոխությունից հետո իր ռեստորանում ՀԴՄ կտրոն չէր տրամադրել, ինչի հետևանքով տուգանվեց եւ դա նրան ավելի սնցումից հանեց։ Գանք ամենասկզբից, առաջին դրվագից։ Ես նախ իսկապես խիստ զարմանում եմ, թե մինչև հիմա ինչի չի ցանկանում ԱԱԾ երևույթով զբաղվել, որովհետև այո, նա մի քանի տարի նկարում էր դիրքեր, նա քոչարյանական է, սկսենք այստեղից, մաքուր քոչարյանական է, եւ բնական է, որ 13 թվականի ընտրություններից առաջ, երբ Սերժը չէր տալիս իր աթոռը Քոչարյանին, Քոչարյանը պիտի սրա նմաններին օգտագործեր Սերժին ճնշելու համար, իսկ Սերժը չէր կարող ձերբակալել, որովհետև Քոչարյանի ճտերն ոնց ձերբակալի, ստիպված գնում էր կոմպրոմիսների։ Ու այդ ընթացքում այս սրիկան դուրս էր գալիս, նկարում էր պոստեր տանող ճանապարհներ, որոձի լավ բան անում, բայց իրականում շատ սիրուն ներկայացնում էր պոստերը անգամ, պոստավիկների հնարավորությունները եւ այլն եւ այլն։ Եվ այն ինչ որ ցուցադրելա դա դեռ հարցի մի կողմն է, իսկ ինչեր չի ցուցադրվել։ Եվ գիտեք, մենք բոլորս շատ լավ հիշում ենք, որ նա Վահան Մարտիրոսյանի հետ էր դա անում։ Ես հիշեցնեմ, Վահան Մարտիրոսյանը դա այն սրիկան էր, ով հետո կնոջ հետ փախավ Ադրբեջան 13 թվականին։ Իր հետ հնարավոր է տանելով չհրապարակված շատ կադրեր, չգիտենք, բայց լավ կլիներ, որպեսզի ԱԱԾ-ն այս թեմայով մեզ Սերժից հետո գոնես վերջին տարիների ընթացքում երկու բան լուսաբաներ մենք էլ իմանանք։ Երկրորդ
Եկեք դեռ այդ ՀԴՄ կտրոնի պատմությանը չանդրադառնանք, այդ ապուշը տենց էլ չէր հասկանում, որ մեր բանակը ՀԴՄ կտրոնների առկայության ժամանակ այսքան բարձր տնտեսություն է պետք ունենալ, որ լավ բանակ ունենալ, բայց ես ուզում եմ այստեղ կարդալ իմ շատ լավ ընկերներից մեկի ուղարկած նյութը, ինչի համար անչափ շնորհակալ եմ, բնականաբար կոնֆիդենցիալությունը թույլ տվեք պահել, ես նրա անունը չեմ տա, բայց եթե դրա անհրաժեշտությունը առաջանա խիստ ինչ-որ փակ, չգիտեմ, մի խոսքով այդ հարցերը ուրիշ ձև կլուծվեն։ Մի ընթերցեմ ձեզ համար, Միացյալ Նահանգներից ընկերս ինչ սիրուն նյութ էին ուղարկել, այս հայրենասեր, ճակերտավոր հայրենասեր անձնավորության վերաբերյալ, ով հազարավոր քաղաքացիների անասունի նման գլխով էր փորձում հաշվել ու ներկայացնել, հա։ Ուրեմն, Գնել ջան, այդ Արշակ Զաքարյանի եղբայրը Լոս Անջելեսում, կներեք, Ցկյանս նստած է մարդասպանության համար։ Երկու եղբայրով մի հին գորգերի վաճառական տարիքով Պարսկայի կնոջ են սպանել ու կողոպտել տանը պահված մի քանի անտիկ գորգերը։ Երկու աղբերս մարդիկ սպանել են, այդ գորգերը գողացել։ Եղբայրը բռնվեց, իսկ Արշակը հասցրեց փախչել Հայաստան։ Դրանից առաջ էլ երկուսով ապահովագրական, բայց սա միակ դեպքը չի։ Երկուսով ապահովագրական ընկերություն ունեին։ Արշակը կապնվում ու սիրաբանում է մեր մի ծանոթի Քրիստինեի հետ, որը ամուսնական խնդիրներ ուներ։ Այնուհետև համոզում մեծ գումարի նրա ամուսնու կյանքը ապահովագրել ու այնուհետև ամուսնուն Արթուրին սպանել տալով գումարը ձեռք գցել։ Լոս Անջելես Թայմսի մեջ հոդվածը կարդացինք. Հոլիվուդը օգնում է պատվիրված մարդասպանությունը կանխել վերնագրով։ Սա Քրիստինեի միջոցով կապնվել է այնքան աֆերիստա, որ անձամբ չէր արել։ Կապնվել էր մի գենգի հետ, հանցագործի հետ, որը ոստիկանության գործակալ էր։ Այս Արթուրին տարել ու բացատրել էին եղելությունը։ Այնուհետև սիլիկոնից այնպես կրկնօրինակել, որ իբրև սպանված է։ Դրել Կադիլակի բագաժնիկը ու այդ գործակալը Հոլիվուդի Food for Less մարքեթի ստորգետնյա Փարքինգում Քրիստինեին Արթուրի դիակը, ճակերտավոր դիակը, սիլիկոնից ցույց տալով, այս աղջիկը ծրարով 10,000-ը հանձնելուց բռնել էին։ Պատկերացրիք, չէ՞։ Ինչա տեղի ունեցել։ Ինչևէ, այդ պարավի գործը ու այս գործը մինչև հետևիցը գային կռիս Արշակը հոտ առել ու ցլկել էր։ Կարելի է Լոս Անջելես Թայմսի արխիվային նյութերում այդ հոդվածը գտնել։ Հայ, նամանավանդ հայաստանցի, համայնքը փոքր էր, բոլորը իրար ճանաչում էին։ Շուտով իմացանք ով էր։ Հայաստանում տականք մարդասպանը, Արցախում ու հիմա հայրենասեր է խաղում։ Ահա Արշակ Զաքարյան, քո մասին հիանալի մի նյութ, հա, ոնց որ թե։ Այս ինչ պատմություն է։ Իմիջայլոց հիշեցնեմ 20 թվականին էր կարծեմ, երբ որ դուրս էիք եկել սաբոտաժ էիք անում ու իբր հայրենիք էիք խաղում, իբր հայրենացավով էիք տապակվում, այդ ժամանակ մի տղա ձեզ մի բան էր ասել, այն որ գնացել էիք էլի պոստեր կանգնել էիք ու ցուցադրում էիք մեկի հետ։ Եկել էիք գիշերով այդ տղին խփելու, հա, ոնց որ։ Թաթիկը սովորա ոնց որ։ Այս ինչ հայրենասիրության յուրատեսակ դրսևորումը Պարսկահայ տիկնոջը այդպես վարվել, չգիտեմ, սա այս տվյալները շատ հնարավոր է առաջիկայում փորձենք սրանց հետ մի բան անենք, հա, Արշակ, ինչ կասես, հələ դու պատմի։ Ոնց որ դու ես, չէ, գրել որ դու ինձ հետևում ես ու կտեսնես, ես կողմ են կողմ, հա։ Միջայլոց ասեմ, թե ինչու եմ ասում, որ նա Քոչարյանական է։ Որովհետև նա Քոչարյանի դստեր հետ Թումանյան փողոցի, Թումանյան շաուրմայի կողքը մի հատ շքեղ ռեստորան ունի Քոչարյանի աղջկա հետ միասին փայով։ Ոնց ես Արշակ ջան։ Ասում ես շատ ես ցավում հայրենիքի կորստի համար, գիտեք ժողովուրդ։ Փորձում են տպավորություն արհեստական ստեղծել, թե նրանք ովքեր հայհոյում են երկրի ղեկավարին, նրանք հայրենասերներն են, այն մնացածը ովքեր պաշտպանում են, նրանք թուրքերը, բան չգիտեմ, սենց բաներ։ Ես կառաջարկեմ քաղաքական թեմաների շրջանակներում, հայ միջայլոց Արտյոմս նայում է, Արշակ Զաքարյան, մարդուն խոսք եմ տվել, պիտի փոխանցեմ։ Արտյոմը գալիս է, քեզ ասում է, այդքան մարդը մորդ մլեն։ Մարդը բառացի խնդրելա, բառացի փոխանցում է։ Բառացի հայոյանք լիներ, կասեի Արտյոմ ջան, եթե կարելի է ուրիշ ձև ասեմ, մարդը այդպես ասեմ։ Ուրեմն, այո, դադիվանքի տերտերի հետ էլ գործել են, մի խոսքով ահագին պատմություններ կա,
Պրոստը եթե կուզեք իմանաք, Արցախը նաև դրա համար արագ-արագ կապիտուլացրեցին, որովհետև տեսան, որ հնարավոր չեղավ Հայաստանում պարտության գնով Անդոնել ասում Աշակ պարտության գնով Հայաստանում փոխել իշխանություն, նրանց խնդիրը մնում էր մեկը, այնպես անել, որպեսզի օր առաջ Արցախը հանձնվի։ Ոչ միայն այնտեղից արցախցիներին հետո համոզեն, չգիտեմ, ընտրություններին ձեներ խլի։ Մենակ էս չի, իհարկե դա էլ կա ցավոք սրտի ու մարդկանց ցավը օգտագործելով, երբ որ մարդը ցավ ունի, դաշտը բաց է էմոցիոնալ դաշտը, ու ես տալի նո մարդկանց մանիպուլացնել։ Բայց ուրիշ խնդիր էլ կա, կորցնել բոլոր հանցագործությունների հետքերը։ Այս էր ամենամեծ խնդիրը, որովհետև, չգիտեմ, հնարավորություններ կար արխիվները դուրս բերելու, դուրս չբերեցին, մեծ մասը վառեցին, կորցրեցին հետքերը, ու այսօր այստեղ ֆրֆռում են իրենց արևին, իբր նորմալ է, էլի սա ամեն ինչը։ Դա այդպես չի։ Ես ուզում եմ մի քանի մեկնաբանության անդրադառնալ, ինձ իսկապես այդ հարցերը տանջում են մեր քաղաքացիները, շատ են ոնց որ ու տարբեր քաղաքացիներ դիտում են այնուամենայնիվ դրանց բանը մանիպուլյացիաների տակ մնում են ենթարկվում են, ես եկեք մի նյութ ընթերցեմ ձեզ համար ու այս թեման մի քիչ բացենք, հա։ Ես մի քաղաքացի կար, նրան ասում եմ ախպեր ջան, մի հատ խնդրում եմ, էլի։ Ասում է ես հայրենասեր տղա եմ, բերեցիք, հեսա 300,000 թուրք եք բերում, չգիտեմ, եկեղեցին եք քանդում Թուրքիա ասելով, ինչ ասես խոսած։ Ասում ախպեր ջան, ցավդ տանեմ։ Ըստ քեզ։ Արցախը հանձնեց, էս արեց են, ասում եմ ըստ քեզ, որպես հայ մարդ, հայրենասեր մարդ։ Քո կարծիքով դու ինչ գիտես ավելին, որը հնարավոր է ես չգիտեմ, կամ դու ինչն ես ավելի շատ սիրում, որը հնարավոր է ես այդքան չեմ սիրում, եւ այլն։ Մարդը չի պատասխանել, թողնենք դա։ Այնուամենայնիվ կարդամ, սա հրապարակել է գրառման տեսքով, բայց ես պիտի նաև սա կարդամ եթերով ձեզ համար Նորայր Ասոյանի գրառումը, որը կիսել է Image-ում, շատ շատերը հավանել էիք եւ կարդալով էլ թող լինի, որպեսզի նրանք ովքեր կդիտեն հասկանան ինչ է աշխատում այսօր Հայաստանում։ Ուրեմն Նորայր Ասոյանը ChatGPT-ին հարց է տալիս։ Հարցը հետեւյալն է։ ChatGPT-ին հարցնում ասում է. օրինակ պատկերացնենք խորհրդարանի ընդդիմությունը ռևանշիստ է։ Սպասարկում է օտար երկրի շահերը։ Օտար երկրա գործակալների հավաքածու է եւ ցանկանում է ամեն գնով գալ իշխանության։ Եղել է նախկինում իշխանություն, շատ կոռումպացված է եղել, եւ նոր ավելի լավ իշխանությանը, որը ընտրվել է լրիվ օրինական ճանապարհով, ժողովրդի քվեով, փորձում է հեռացնել։ Ինչպես կդերսովորի իրեն այդ ընդդիմությունը։ Հարց է տվել։ ChatGPT-ն նայեք ինչա պատասխանել ժողովուրդը։ Ընդդիմության մասին։ Ինչ կանենք այդ ընդդիմությունը այս իրականության մեջ, էլի։ ChatGPT-ն պատասխանում է. առաջին հանրային դիսկուրսի մանիպուլյացիա։ Նման ընդդիմությունը իրեն ներկայացնում է որպես փրկիչ, վերջին հույս։ Իշխանությունը կոչում է դավաճան, ոչ լեգիտիմ։ Պետությունը քանդող, շեշտը դնում է վախերի վրա։ Պատերազմ, սով, պետության կորուստ, ինքնիշխանության վերջ, նպատակը հանրային վստահության քայքայում, նույնիսկ եթե իշխանությունն ընտրված է օրինական։ Պատկերացիք, չէ՞։ Երկրորդ արտաքին հովանավորների նարատիվների կրկնություն։ Եթե ընդդիմությունը սպասարկում է օտար շահերի, ապա հաճախ կրկնում է տվյալ երկրի մեդիա թեզերը, ներքաղաքական խնդիրները ներկայացնում է այնպես, ինչպես ձեռնտու է արտաքին կենտրոնին, միջազգային հարթակներում վարկաբեկում է սեփական պետությանը։ Սա կարող է ներկայացվել որպես միջազգային պայքար, բայց իրականում ներքին լեգիտիմության խարխլում է։ Երրորդ ինստիտուցիոնալ սաբոտաժ։ Խորհրդանում նման ընդդիմությունը չի մասնակցում օրենսդրական բովանդակային աշխատանքին, բոյկոտում է նիստերը կամ դիտավորյալ խանգարում օրենսդրական նախաձեռնությունները օգտագործում է ոչ թե բարեփոխելու, այլ ճգնաժամ ստեղծելու համար։ Նպատակը ցույց տալ, որ պետությունը չի աշխատում։ Չորրորդ փողոցային ճնշման գործիքավորում Քանի որ ընտրություններով իշխանություն գալը դժվար է, կազմակերպվում են մշտական բողոքներ, փորձ է արվում սրել իրավիճակը, բախումներ, սադրանքներ, ցանկալի քրիտիկական կետ, արտակարգ դրություն, ուժային միջամտություն։ Սա հաճախ կոչվում է ժողովրդի ձայն, բայց առանց լայն հանրային աջակցության։ 5. Հին կոռուպցիոն համակարգի ռեսուրսների օգտագործում։ Քանի որ նախկինում եղել է իշխանություն, ունի ֆինանսական ռեսուրսներ, ունի մեդիա, բիզնես, նախկին ուժային կապեր, օգտագործում է սաբոտաժ ներսից պետական ապարատում։ Սա վտանգավոր է, քանի որ կատարվում է խորքից։ Իմիջիայլոց դե այս ամեն ինչը մենք տեսնել եւ շարունակում ենք տեսնել, չէ՞, այստեղ որ նախնդիրը։ Այս ամեն ինչը փորձել ենք պատմել, բացատրել 5 տարի շարունակ։ Բայց մեզ պատմող բացատրողներին այս ամեն ինչը ինչ անուն ասես դրել են, ասել են դուք պաշտպանում եք, դուք
չգիտեմ ինչ է կանչունեցին, պաշտպանել իմ իրավունքն է, ես ում կուզեմ կպաշտպանեմ, հարցը դա չի, բայց ամենայն դեպս ես երբեք դուրս չեմ եկել սառը դատողության ու տրամաբանության շրջանակներից, անկապ տեղը երբեք ոչ մեկին չեմ բանարել, հա, բայց ու միայն իրենց չի որ պաշտպանում, ես առհասարակ պաշտպանում եմ բոլոր ժողովրդավար ուժերին, որովհետև իմ կարծիքով թե ընդդիմությունը երկրում, թե իշխանությունը պետք է լինեն ժողովրդավար գաղափարների դեր, որպեսզի նրանց դիսկուրսից, կռվից, պայքարից, հեռահար նետահարումներից քաղաքական պետությունը շահի, պետության եւ քաղաքացու մասին ունեն դրանք։ Այնուամենայնիվ, երբ որ այս ամեն ինչը բացատրում ենք այսքան ժամանակ կոնկրետ իրավիճակներում տիրախային եւ այլն, դառնում ենք վատ մարդ։ Նորմալ է, արդեն սովոր ենք դրան, բայց խնդրում եմ, գիտեք ինչն է ինձ համար մի փոքր կարելի ասել ընդհանուր միջև վիրավորական։ Երբ որ 21-րդ դարում 2025 թվականին մենք այս տարական բաները չենք ցանկանում ընդունել։ Չենք ցանկանում։ Այսինքն օրինակ տեղադրել էինք նկարները, որ Խաչի քավոր են դարձել, հա, Էդմոն Մարուկյանը, Վանեցյան Արթուրը, Շարմազանովը, անգամ բանը դու նախարարի անունը ոնց էր Սեյրան Օհանյանը առաջին ու երբ որ ես հրապարակեցի դա շատերը հարցնում են իսկական ասում հա հետևից մարդիկ կան գրում ասում են հա բայց ինչ վատ բան կա դրա մեջ ոչ մի վատ բան չկա առաջին այսպես բացարձակ ոչ մի վատ բան ես չեմ տեսնում այդ վատ բան բայց երբ որ տեսնում ես մեկ տարվա մեջ մի անգամից բոլոր շատ եկեղեցիներում ընդդիմության կարկառուն ներկայացուցիչները դառնում են խաչքավոր եկեղեցու դու այստեղ տեսնում ես ոչ ավել ոչ պակաս կոպիրկինի մի քանի երանգները հասկանում եք կոպիրկի սա հավատարմության երթում ծիսակատարություն է յուրատեսակ թե չէ այլ իմաստով ես խնդիր չեմ տեսնում որ Էդմոն Մարուկյանը կամ բանը Վանեցյան Արթուրը ես խնդալու է որ Վանեցյան Արթուրը որովհետև ասենք նույն Վանեցյան Արթուրը չեկիստ է կադրային ինքը մարդը նստել ասել է ես կադրային չեկիստ եմ ախպեր վերջ այն մնացած տարակուսելի բաները դնենք մի կողմ էլի չգիտեմ դուք որոշեք ես դրա մեջ տեսնում եմ դա հիմա այն քաղաքացիներին ես կներեք այստեղ իսկապես սրտիս առել եմ էլի ինչ որ բաներ բայց այն քաղաքացիներին ովքեր խիստ նեղվում են այս երկրում տիրող իրավիճակից արհեստական ուրցրած իրավիճակից իհարկե որ մարդ ուզած թե չուզած մարդկանց նյարդերներ կկայքայվեն բան բայց ժողովուրդ այդ չիմացությունը սպանում է սավիս բոլորիս է սպանում օրինակ բենզինի այդ բանը որ հայտարարեցին մի անգամից դուք գնացել Թուրքից ու գիտես մարդիկ կան կրկնում են իսկ կներեք էլի այ ձեր ցավը տանեմ ձեզ մոտ զարմանք չի առաջացնում որ չգիտես ինչի համար այդ նույն կայքերը ձեզ երբեք չեն պատմելու որ օրինակ ադրբեջանական ավիաընկերությունները մոտ 400,000 եվրո են վճարել Հայաստանին 25 թվականին երկրի օդային տարածքն օգտագործելու համար Խնդրեմ, այս մասին Սպուտնիկ Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ Խաղավիացիայի կոմիտեից։ Նրանք 396,282 եվրո են փոխադրել հայ աերոնավիգացիա ընկերությանը 25 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի օդային տարածքում աերոնավիգացիոն ծառայությունների դիմաց։ Ի պատասխան հարցման ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացրել է նաև, որ նշված գումարների փոխանցումն իրականացվել է Եվրոկոնտրոլ կազմակերպության մայրուղային գանձումների կենտրոնական գրասենյակի միջոցով համաձայն սահմանված ընթացակարգի։ Օրինակ, երբ որ բենզինը բերում են, սրանք դուրս են եկել, այ հեսա նրանք այդտենց կծախեն մեզ վրա փողերը կվերցեն կգնան, զենք կառնեն կգան կարձակվեն, մեզ վրա մի խոսքով, sense մի հատ պատմություն։ Բայց ինչա։ Բայց ինչա։ Այսօր հո իրանք են մեզ վճարել։ Երբ ենք սկսելու հասկանալ, որ ինչա նշանակում պատերազմ, ինչա նշանակում թշնամական տրամադրություններ, ինչա նշանակում զուգահեռ տնտեսություն զարգացնել ու փորձել այդ տրամադրությունները մի փոքր թուլացնել։ Եկեք սենց անենք։ Տեսեք, ես ամենայն անկեղծությամբ ասում եմ 2026 թվականին ընտրություններին որևիցե մեկը դա 5 տարի ինչ ասես խոսել են, չէ՞, բոլորը 2026 թվականի ընտրություններին որևիցե քաղաքական ուժ
չի ասելու, որ եթե մենք ընտրվենք, ոչմ վերադարձնելու ենք Արցախը, պատերազմելու ենք աչուձախ հանգած մեր այդ հաշվի չնստեցին։ Ոչ մեկ չի ասելու, կտեսնենք, այս օրը հիշեք։ Ոչ ոք։ Մաքսիմում ասելու են խաղաղություն ենք էլի, բայց արժանապատիվ, ասես մոտ ապուշ բառ են մեջ գցելու։ Ուժեղ Հայաստանը ոնց որ հիմա ասած ապուշ խոսում են, ասած իբր ձևակերպումներով, բայց տակը ոչ մի բան չունեն։ Հասկանում եք, այս բաներն են ասելու, բայց սրանցից ոչ ոք չի ասելու, որ ես գալիս եմ ախպեր, սաղիթ հավաքում եմ, պարապցնում եմ ու եթում ենք ոչմ մինչև Բաքու ասեմ։ Մեկը չի ասելու այդ տիպի բան։ Այսինքն, հետևաբար, ձեր մեջ անընդհատ լցնում են այս թույնը, ոչ թե նրա համար, որ ձեզ պատրաստեն պատերազմի, այլ որ ձեզ պատրաստեն ընտրությունների արդյունքները իրանց ուզած ձևով տանելու համար։ Որովհետև երբ որ դուք ձեզանից շատերը ընկնում եք այդ տրամադրության շրջանակները, բնականաբար չեք ընտրելու, շատ դեպքեր շատերը ընտրության չեք գնալու։ Չեք գնալու, որովհետև թույնի տարածքի չափաբաժին այնքան մեծ արինելու, որ դուք տեսնելու եք, որ շտոտը տես բանացող չեղավ։ Հասկանում եք։ Ну, ես խոսում եմ համենայն դեպս մեծ ուժերից, էլի, ծանր հնարավորություններ ունեցող ուժերից։ Ոստեղ դուք բախվելու եք այդ բան իրականության, ասեք ոնց է, բայց ինչ էր։ Իսկ ես ձեզ հենց նոր կարդացի, թե դա ինչ էր։ Դա ինստիտուտներ են, ովքեր նստած թուղթ ու գրիչով, իսկ եթե այդ ինստիտուտները կան, ուրեմն հավատացեք, այնտեղ մի քիչ մեզանից տարբերվող որոշակի մասնագիտությամբ ու հաշվենկատությամբ տարբերվող մարդիկ են նստած։ Ովքեր նստած թուղթ ու գրիչով գրում ու կազմում են, թե ինչա պետք անել առաջիկայում, որպեսզի հասնեն այսինչ նպատակին։ Այսինչ նպատակին հասնելու համար պետք է սենց մուտիլովկեքը, նյարդերը, տրամադրությունները, կեղծիկները, սրտերը, սենց խփելու գնան։ Էսա։ Ինչն էլ անում են։ Ու դուք էլ որոշել եք, որ իսկապես դա ճիշտ բան է։ Հորա ոնց Արցախը տվեց։ Ո՞վ է տվել։ Կներեք Արցախը Սարգիս Աշկիդյանը Շահրամանյանն է ստորագրել հանձնել։ Այն դեպքում, երբ որ այստեղից ասում էին, որ ռազմական, որ այդտեղ հեղաշրջում մի արեք։ Էլի պիտի պատմեն, ինչ ասեն։ Մի արեք։ Հազիվ հասել ենք նրան, որ բերում ենք բանակցության սեղան։ Չէ, մենք գիտենք։ Արեցին։ Սա է։ Հասկանում եք։ Հանձնողներին շատ ուրիշ տեղ գնացեք մանեկեք։ Ես քանի որ փաստերի ստուգման հարթակը մի լավ նյութ է հրապարակել, ես խոստացել եմ, որ բոլոր այդ նյութում նշված անուն ազգանունները մեր հերոսների ընթերցելու եմ առանձին տեսանյութով ու առաջարկելու եմ, որ ում անունները այդտեղ չկան, այդ մարդիկ կապնվեն ինձ հետ, որպեսզի դրա ճշմարտացիությունը ստուգենք։ Չնայած ես չունեմ կասկածելու բան էլի։ Այնուամենայնիվ մենք միասին դա կանենք, որպեսզի դրանից հետո գոնե մի հարցի հստակ պատասխան տանք։ Ով 5000 ասում է, արդեն ստահակ է։ Այդ հարցի պատասխանը մենք կստանանք առաջիկայում։ Հիմա ես առաջարկում եմ ձեզ դիտել այս տեսանյութը, որը տարածվում է Facebook-ում, ու սիրով ձեզ համար կընթերցեմ Սոպա Սաֆարյանի մի հիանալի գրառում։ Այս թեմայով երևի տեսել եք Գեղարդի պահնա։ Մի հատ ես զովուկի հետ հարցերը լուծեմ։ Սենց որպեսզի հասկանանք ինչի մասին է խոսքը։ Ամբողջական է, որևէ խաթարում, որևէ պակաս այն չունի։ Գեղարդից մի հատված, շատ փոքրիկ հատված, ուղարկվել է ռուս եկեղեցու հովվապետի տնտրանքով։ Բացի այդ, մասունքը ոչ թե նվիրաբերվել է նահանգապետի Սանկտ Պետերբուրգի, այլ իր միջոցով փոխանցվել է ռուս եկեղեցուն եւ Հասկանում եք խոսքը ինչի մասին է։ Ուրեմն մի քանի տարի առաջ այս Գեղարդի պատմությունը էլի դուրս եկավ ջրի երես ու միայն շատ ճնշումներից հետո նրանք սկսեցին պատասխանել հարցերին։ Հիմա շատ ավելի լավ, քանի որ ձևակերպել է Սոպա Սաֆարյանը, թույլ տվեք ընթերցեմ նրա գրառումը։ Ինչի է տարածորեն համաձայն եմ, սա ես բանավոր հենց սա պատմելու եմ, բայց բնականաբար Սոպա Սաֆարյանը շատ հավես է գրում։ Մայրաթուր Սուրբ Էջմիածնի թանգարանների եւ արխիվի տնօրեն Ասողի Կապեգա Կարապետյանը գայթակղություն եւ մոլորություն ամենայն սուտ եւ կեղծիկ է համարել այն լուրը, որ հայոց եկեղեցի սրբություններից Աստվածամուխ Սուրբ Գեղարդը վաճառվել է, մասնատվել է, տրվել է սրան կամ նրան։ Դեռ տարիներ առաջ 2018 թվականին հայտնի դարձավ այս սկանդալը, որը ցավոք հաստատվեց։ Տարբեր անձանց կողմից հայտարարվեց, որ Սուրբ Գեղարդի մի կտոր վաճառվել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետին։
Հասկանալով այս մեղադրանքի վտանգավորությունն ու մասնավորապես թաքցնելու համար կաթողիկոսի կամ այլ անձանց կողմից Սուրբ Սրբոցի վաճառքից մեծ փող աշխատելու մեղադրանքների դեպքում հնարավոր հետևանքները, այդ ժամանակ Մայր Աթոռի դիվանապետը Արշակ եպիսկոպոս Սրբազանը պարզաբանել էր, որ Սուրբ Գեղարդից մի փոքր հատված ռուս եկեղեցու հովվապետի խնդրանքով ուղարկվել է Ռուսաստան։ Սա միգուցե տեղի ունեցածը տեղավորել հայ-ռուսական բարեկամության ու Արցախի ու Հայաստանի համար ռուսական անվտանգության երաշխիք հեքիաթապատումի շրջանակներում, եթե մեկ այլ հոգևորական չմեկնաբաներ, որ Սուրբ Գեղարդը ռուս եկեղեցու հովվապետին պատրիարխ Կիրիլն է փոխանցել Սանկտ Պետերբուրգի նահանգապետի միջոցով։ Կիրիլին է փոխանցել։ Այ հենց այստեղ արդեն բուրում է հայտնի տհաճ հոտը։ Դժվար է պատկերացնել, որ հայ առաքելական եկեղեցու հովվապետը ռուս եկեղեցու իր գործընկերոջը Սուրբ Մասունքից կտոր է փոխանցում ինչ-որ նահանգապետի միջոցով, այլ ոչ թե իր հայ եւ ռուս դարավոր բարեկամ ժողովուրդների կամ թեկուզ եւ թակուն անձամբ չի փոխանցում այն իր գոլեգային։ Չէ, հարց առաջանում։ Լավ, եթե նորմալ է, որ կարելի է Գեղարդից մի փոքրիկ կտոր փոխանցել Կիրիլին, եթե դա թակուն բան չի, դա նորմալ է, ապա ինչի դա չանել շատ ավելի գեղեցիկ ձևով ու բոլորի աչքի առաջ։ Ինչի ինչ-որ մի նահանգապետի միջոցով, գյոզերով տանել ու հենց դրա աղմուկը դուրս դա նոր դուրս գալ ասել, դե մի կտոր բան է ինքերի տվել, ինչի համար։ Ու քանի որ Մայր Աթոռը բարձր մակարդակով մեկնաբանել է, որ բոլոր դեպքում Սուրբ Գեղարդի մի կտոր Ռուսաստանը գնացել ռուս նահանգապետի միջոցով, դա նշանակում է, որ ճիշտ են այն մեղադրանքները, որ այն ոչ թե նվիրվել է, այլ վաճառվել է։ Այլապես արանքում նվերը փոխանցող նահանգապետ չէր լինի։ Հիմա հարց. ով է կաթողիկոսին տվել թույլտվություն կայացնել նման որոշում ու ինչպես իր երկու նվիրյալ եպիսկոպոսներն են հայտարարում Սուրբ Գեղարդից մի կտոր ուղարկել Ռուսաստան։ Ես այստեղ պարոն Սաֆարյանին հուշեմ, ասեմ ինչպես եւ ով ոչ ոք թույլտվություն չի տալիս, որովհետեւ ցավոք սրտի ըստ վերջին վերախմբագրման եկեղեցու կանոնակարգի եկեղեցու գույքը Կտրիշ Ներսիսյանը տիրապետում է միանձնյա, տնօրինում է միանձնյա։ Այ հենց այստեղ են նաև որոշակի ազգային անվտանգային խնդիրները։ Եկեղեցին դա հավատավոր ժողովուրդն է, ու նրա սեփականությունը դա քրիստոնյա ժողովրդի ու նրա պետության Հայաստանի Հանրապետության սեփականությունն է։ Ով է տեղյակ պահել այդ հանցավոր գործարքի մասին այդ անգին սրբության սեփականատիրոջը հավատացյալ ժողովրդին։ Ում գրպանն է գնացել գործարքի գումարը, քանի որ ինչպես նշեցինք, վաճառքի հոտը փչում է։ Եթե Հայր Ասորիկ Կարապետյանն այսօր էլ շարունակում է պնդել, թե Սուրբ Գեղարդն ամբողջական է, ապա դա նշանակում է, որ կաթողիկոսը կամ ասենք թե իսկապես ոչ մեկտեղ չեն, ասենք թե արշակներ խաղում։ Ինչ է ստացվում։ Այդ ստացվում է, որ կաթողիկոսը Սանկտ Պետերբուրգի նահանգապետին կամ ռուս եկեղեցու հովվապետին խաբել է ու փոխարենը նահանգապետի միջոցով նրան է ուղարկել մետաղի ջարդոն։ Այսինքն Գեղարդից բան ուղարկել է խաբելացել է Գեղարդ, օրինակ, հա։ Իսկ դրա դիմաց ընդհանրապես փող է տրվել, ինչպես պնդում են վաճառքի մասին հայտարարած ու իմացած անձին։ Սա մի խայտարակ եւ այլանդակ պատմություն է, որի համար եթե չլինեին այլ հանգամանքներ, եկեղեցու ներսում կատարվողն ու կաթողիկոսի հրաժարականի պահանջը անխուսափելի ու միանշանակ բնական պետք է լինեին։ Ու զարմանում ես, որ դեռ ոմանց համար կուսակրոնության ուխտի խախտումը նորմալ է։ Կուսակրոն եկեղեցականի երեխակին սիրուհի ունենալը նորմալ է։ Սուրբ Գեղարդից մի կտոր թակուն վաճառելը կամ նվիրելը նորմալ է։ Խստահ մորոք եկեղեցականներին պարկի կողմից հավաքագրելը նորմալ էր։ Ծառայություն հայրենիքին կամ հոգևոր կյանքի զարգացում, համաձայն Հայր Ասողիկ Կարապետյանի եկեղեցականների բիզնեսով զբաղվելն ու փող աշխատելը նորմալ է։ Եղբայրներ ու քույրեր, էլի ասեք թե այս ամենը նորմալ է, բայց մի ասեք թե դուք հավատացել եք։ Դուք հավատացել չեք եւ ձեր պատկերացրած սպասավորները եկեղեցական չեն, այլ աշխարհիկ կայֆարիկ տղերք։ Ու մունակ մի եկեք կամ տարատեսակ մեղանդրանքներ մի շռայլեք նրանց հասցեին, ում համար այս ամենը այլանդակություն է ու անհարիր Մայր Աթոռին ու եկեղեցուն։ Շատ հստակ, պարզ թեմա, որը կարծում եմ սաթիկ արժեք նյուզերը իրենց կայքերով կտեղեկացնեն հանրությանը։ Բայց գիտեք ինչ, հարցն է նա, որ ցավոք սրտի մեր եկեղեցու ներսում այդ լուսաբանումները այնքան թույլ ու վատ են արվել, հիմա էլ հարցնում են, բայց ինչի շողակաթը փակեցիք, արին այս մի շողակաթը լուսաբանումներով է զբաղվել։ Շողակաթը ինչի փակեցիք, կներեք էլի Գեղարդի մասին հայ ժողովուրդը ինչ գիտի, դա ինչ Գեղարդ է, ինչ կամ այդ Գեղարդը ինչ Գեղարդան բացի, դա մի քիչ շատերը կիմանան, ինչի է դրա կարևորությունը այդքան մեծ։ Այդ Գեղարդը ըստ դանի այն Գեղարդն է, որ ըստ ավանդապատման, որ Հայաստան են բերել առաքյալները եւ այդ Գեղարդի ծայրով է, որ խոցվել է, խաչի վրա արդեն խոցվել է Քրիստոսը։ Սա
Ասեմ, որ աշխարհում ասում են 3 հատ կա այդ գեղարդից, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, որոնց այդ նմանատիպ գեղարդ, որը համարում են, որ համարում են խոսվել է Քրիստոսը։ Եվ դրանցից երկուսը, եթե դարձյալ հիշողությունս ինձ չի դավաճանում, բան արվել, գնացել է ստուգմա, բայց չի հաստատվել, այսինքն համարվել է, որ կեղծ է։ Մերը չի գնացել ստուգմա։ Այսպես։ Այնուամենայնիվ, բացի այս ամեն ինչը, ասեմ, որ նրա կարևորությունը աշխարհի կրոնական եւ ոչ կրոնական լրջագույն կազմակերպությունների համար նրա ունենալը համարում եք խնդիրը բոլորի համար, շատերի համար, կամ համենայն դեպս top 3 հարցերից մեկն է, որը ցավոք սրտի մեր մոտ վերաբերվել է շատ sense բան ձևով։ Առհասարակ այդ նույն բանն է, էլի մտածելակերպն է, չխոսել դրա մասին, արժեզրկել, ինչ արդյունքում կարժեզրկվի ու վարվել այնպես, ինչպես կցանկանան։ Նույնը շինարարության մեջ է միջայլոց։ Այս տարածքը թողնենք կեղտոտ, փնթի, ոչ մի բան չկառուցենք, մինչև երբ որ ուզենք այդտեղ չենք կառուցենք, ժողովուրդը չմերժանացնա դա կեղտոտ փոշոտ տեղեր թող սարքեն ոչինչ։ Կամ նույն դեպքում մանկապարտեզները կամ գործարանները, որ սեփականաշնորհում էին, ոչ մի բան չեն անում, թողեցին տարիներով այնքան փտեցին, քայքավեցին, ոչ քանդեցին։ Երբ որ քանդեցին, միջի արմատուրեկա հանելու համար էլ մարդիկ չէին էլ ուշադրություն դարձնում։ Սա գործը լավ ոչ է, ցավերը տանը։ Ու տարիներով էս դեգրադացիան մեզ հետ տեղի է ունեցել։ Ու մենք հիմա այսօր չենք ցանկանում դրան դարձյալ ուշադրություն դարձնել։ Լուրջ չի այդ ամեն ինչը։ Առնվազն լուրջ չի։ Չեղավ, կներեք։ Հիմա ես ես եկեղեցու պաշտպաններից այն թալանել հեն աննան շատ ճիշտ է գրում հարսանեկին նվեր տարել աղջկա Ինքան բանկա, բա երբ որ երկրի ղեկավարը ասում է, բայց ժառանգականության հարց կարող առաջանա, այդ ինչի մասին է խոսում, նաև։ Թողնենք դա, այս մեզ թուրք որակողներին եւ եկեղեցին սատարողներից մեկն էլ կա, Վարդան Պողոսյան, ով եկեղեցականի հագուստով է համենայն դեպս, չգիտեմ իրանից ինչ է ներկայացնում, բայց իր արևին սարկազմով ցանկացել էր ձեռ առնել, տեղադրել է Փաշինյանի նկարը, գրել է սիրելի բարեկամներ, խնդրում եմ բոլորիդ աղոթել հոգեկան հիվանդությամբ տառապող վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար։ Ստորև բերված է Սերբիայի Սուրբ Նիկողայոսի աղոթքը թարգմանված հայերեն։ Նիկոլը կարող է նոպա ունենալ այս աղոթքից հետո, բայց եթե մենք աղոթենք, գուցե դևերը լքեն նրա հոգին ու նա զղջա։ Աղոթք հոգեկան հիվանդների համար։ Ու այստեղ աղոթքն է։ Աղոթքն է ամբողջովին գրված։ Տակնետ է մեկնաբանությունները ավելի բան են։ Հիմա ես ուզում եմ այն մարդիկ, ովքեր կողքից նայում են, տենց իրենց հետաքրքիր ուզում են հասկանան ինչ-ինչա ու գնահատական տալ։ Տեսեք, ես որքան տեղյակ եմ Աստվածաշնչում, ես այնքան լավ չեմ տիրապետում, բայց բավականին բավարարում է գիտելիքներս եւ տրամաբանող հատկություններս, որ կարողանամ հասկանալ ինչ-ինչոց է։ Որքան տեղյակ եմ Աստվածաշնչում շատ կարևոր մի պատվիրան կա, որտեղ ասում է Աստծո անունը զուր տեղը մի տուր։ Ու մարդը այս պարագայում, ով եկեղեցականի հագուստով է, իբր սարկազմով որոշում է, որ գուցե մեր վարչապետը հիվանդ է, հոգեկան խնդիրներ ունի, եկեք նրա համար էս աղոթք աղոթենք։ Դու ոչ միայն Աստծո անունն ես զուր, Աստծո անունը զուր տեղը տալը հենց սա է։ Հենց սա, մի ամբողջ աղոթք խոսել զուր տեղը, զուր ձեռ առնել, Աստծուն դիմել, սուտ ու ինչ-որ մի քանի լայքի համար։ Սա հենց եկեղեցու աղետն է։ Մենք որ խոսում ենք եկեղեցին աղետալու վիճակում, ձեր մասին ենք խոսում, հենց այս օրինակի մասին ենք խոսում նաև, որ դուք ոչ միայն կանոնակարգին չեք հետևել ու ոտնահարել եք, բռնաբարել եք այդ կանոնակարգը, այլ Աստվածաշնչը դուք Աստծուն չեք ճանաչում։ Այս ինչ եք գրել։ Կամ լավ, գրելուց հետո գրել ես քո մուր քո գլուխ։ Մենք մեկնաբանություններդ կնայես, ասենք թե անկեղծորեն գրել ես, ասենք այնքան դեբիլ ես, որ չես հասկանում, որ ասենք երկրի ղեկավարը եթե նման խնդիրներ ունենա, ասենք մինչև դու դրա մասին տեղեկանաս, վստահ եղի անվտանգության խորհրդով, անվտանգության ծառայություններով, բանով հազարատ ֆիլտր են անցնում, որ դառնան երկրի ղեկավար։
Լևոնը չի զավթել, հետո փոխանցել Քոչարյանին, Քոչարյանն էլ Սերժին, էլի, այստեղ ուրիշ բաներ են տեղի ունեցել։ Ընդ որում Լևոնի զավթերն էլ ինքն էլ է նշանակվել, նես չի ինքը մի բան արել։ Սա պետություն է։ Ու այս գրառումները գոնե տիրություն արես գրառումներին։ Աստծու հետ խոսալուց դուք ծաղրում եք մարդկանց։ Սա քրիստոնեության այս ինչ յուրահատուկ հատկանիշ է։ Կներեք էլի։ Եթե սա քրիստոնեությունն է, ապա կարող եմ իմանալ, այսինքն ձեր ցանկությունն է, որ մենք բոլորս Աստծու հետ այդպես շփվենք, այդ բaragայում հիանալի քրիստոնեական միջավայր կունենանք։ Սա եղել է ձեր կտրիճի դրած պլանը, ինչ ստանալ մեզանից, բա որ ասում եք մի ամբողջ հասարակություն եք դեգրադացրել, ես գիտեք, ինձ համար այս ամեն ինչ ավելի կարևոր է հենց բարոյականության նորմից, ու սա ես առաջին անգամ չեմ այս բառակապակցությունը ասում։ Բայց գնել ջան ինչքան գիտեմ Հիսուսն առաբ է, այո թե ոչ։ Գիտես, ցավը տարում, խնդրում եմ, էլի, արի հիմա տենց դիսկուրսի դաշտ չմտնենք, որովհետև մենք հիմա խոսում ենք քրիստոնեությունից ու շատ ավելի այլ բան ենք քննարկում։ Արի այդ այո ոչի դաշտից էլ դուրս արի, լավ։ Կամ վերաբերմունքը դրա մասին դնենք մի կողմ, այստեղ հարցը այլ տեղ է, ես խնդրում եմ ուշադիր լինել։ Թե չէ շատերս այդ մասով շատ հարցեր կարող ունենանք, կարող չունենանք։ Բարոյական նորմեր ասվածը ես միշտ եմ ասել, որ ինչքան կարևոր է, եւ մեր խնդիրները հենց այդտեղից են գալիս, դրանց պակասից են գալիս։ Ուստի ես իզուր չի, որ սրանք մեջ բերում եմ ու անընդհատ դա ասում եմ։ Ու ստեղ քաղաքացիներից մի քանի անգրել են, բայց երևի դրանք առանձին կլուսաբանեն։ Եկեք մի քիչ զրուցենք ու հարցերին նայենք, հա։ Տեսեք, ամենատերևս կարճ ուխտերտն էր բանից գրիգոր-լոցավորչից մինչև Սուրբ կաթողիկը ու այդքան մարդ էր հավաքվել։ Գիտեք, ես տեսնում եմ սրանց վայնասունը, տեղադրում են նկարներ, այն ամենավերջի հատվածը ու ասում, այ այսքանն են եղել, հետո տեղադրում են ամենասկզբի հատվածը, չէ, այսքանն են եղել, ծիծաղելի եք դառնում դրան, մենք հասկանում ենք, որ այդ ուխտերտը բոլորիդ հիստերիայի մեջ է գցել, որովհետև դուք տեսնում եք, որ ամեն ինչ ձեռքից գնում է ու ձեր տերերին զեկուցելու բաներ ունեք, բայց եկեք կլինի մի փնովեք, առավել ևս խորհուրդ կտամ որոշ ապուշների չփորձել այնտեղ գտնվող մարդկանց ընդհանրացնել որոշակի բառերով, բնութագրությունները փորձեք մի քիչ զուսպանել, որտե չէ խայտարակ ենք լինելու, օրինակ են կորեացու թեմայի նման, հա։ Ուրեմն, նոր աչքս ընկավ, ազգ EMK-ը ինչ ա գրել, ասում է, եզդի լրագրող Բորիս Մուրազին պարզել է, որ իր ազգակիցներից ևս մասնակցել են Փաշինյանի նախաձեռնած ուխտերթին։ Մուրազին հայտնում է հետևյալը. եզդիականության հիմնասյունային կանոններից մեկը արգելում է եզդի հավատացյալին մասնակցել այլ կրոնական ծիսակարգի, իսկ աղանդավորական գործընթացներին մասնակցել է համարվում է մահացու մեղք, որի հետևանքով այդ մարդը դադարում է եզդի համարվել։ Այս կանոնների հիման վրա գործ տվող Թորնիկ Ալյանը դադարում է եզդի համարվել։ Ուրեմն, նա պատկերացնում եք, Բորիս Մուրազին է ասում, ով էս մի քանի ամիս է հակել է մեր կանալին ու անթուք միջև հմեկի տաղավարա բանավեճներով հանդես եկել բան, ու որ ասում ենք, ախպեր, մենք ենք այդ օրինակը բերում, ասում են ոնց, չէ, նորմալ մենք բան Հայաստանը։ Իմիջայլոց մի հատ եզդի տղեր կա, այս վերջերս ինչ որ ջղայնացրել է, իրար մեկը մի բան ասել, դες աշխովս ընկավ, Էդո կայարանցի, եթե չեմ սխալվում, դե մոտով է, ես չգիտեմ, ոնց որ թե մենք հակառակ պատկերացումներն ենք քաղաքական, բայց այդ չի խանգարում, էլի հիմա այս թեման քննարկել։ Այստեղ էլ ախր ընդեղից անընդհատ ասում եմ, որ ախպեր մի ոնց ես եկեղեցու մասին կարամ խոսամ, ոչ չեմ կարա, այդ մեր հայկական, ես էլ Հայաստան եմ, ես էլ էսիշ մարդու թորեմ, ծորում, սենց բաներ կա։ Նորմալ է, բայց սենց չի կարելի էլի երկու լարի վրա խաղալ։ Հիմա Էդո կայարանցին այդ բան ասեմ, Բորիս Մուրազին էս ինչ է ասում։ Իմիջայլոց էս ուխտերթը բան չէր էլի, ինչ որ կրոնական այդ որ ասում է ծիսակարգ,
ուխտերթն է, ու այնտեղ ինչի համար այդ ուխտերթը հրապարակելու հայտարարել է դրա մասին Նիկոլ Փաշինյանը։ Եթե հետաքրքիր կլինի ձեր մեկնաբանությունը ինձ իսկապես հետաքրքիր է։ Այդ մեկնաբանությունն է ինձ։ Հիմա Բորիս Մուրազին ճիշտ բան է ասում, թե սխալ։ Որտեղ այստեղ կամ Բորիս Մուրազին է ճիշտ ու սխալ անում, կամ այն մյուս տղեն, ով որ քեզ նեղացրել էր։ Հասկանում եք։ Ես չեմ ցանկանա իհարկե այս թեմաների մեջ ազգային պատկանելության բան շոշափվի, որովհետև սա մեր պետությունն է, այդպես է։ Բայց կներեք, երբ որ տեսնում եմ մի դեպքում շոշափվում է, մյուս դեպքում չէ, իմ մոտ էլ հարցեր է առաջանում։ Ընդ որում են Բորիս Մուրազին, ով որ մարդկանց վրա կոնկրետ նես մոտիլովկա էր արել, գնա գալիս եմ։ Ասենք գյուղի տղերքի վրա գրել էր Յանի միլիցիան, ծպտյալ։ Անավանի տղերք ոնց մեծ մասին անձամբ եմ ճանաչում, դրա քննել, զննել, նես մոտիլովկա էր արել, գնա գալիս եմ։ Արդեն ման էին գալիս։ Չի կարելի։ Մի խոսքով ժողովուրդ ջան, եթե անկեղծ լինենք, այս եթերի ընթացքում խիստ անհրաժեշտ էր ձեզ համար ընթերցեի, թե ինչ է կատարվում իրականում Հայաստանում են ChatGPT-ի պատասխանը շատ լավն է, որովհետև էտեն է ինչի մեջ մենք ապրում ենք։ Ու կխնդրեմ, որ ամեն մեկս մեր հերթին որպես քաղաքացի պատասխանատվությամբ մոտենանք մեր կոչմանը։ Միայն այդ դեպքում կկարողանա մեր երկիրը բարգավաճել, միայն այդ դեպքում մեր իրավունքները ավելի կամրապնդվեն մեր իսկ պետության մեջ, միայն այդ դեպքում մենք հոգեկան անդոր կգտնենք, երբ որ այս ամեն ինչը խաղաղվի, մաքրվի եւ կեղտոտությունը աշկալի ծագում։ Հետո հա մի բան էլ այդ մոռանում էի այնա։ Մարդիկ կան անընդհատ էդի մեջ բերում են, էլի բա Ալիևը ընդեղից խոսում, աստեղից չեն հակադարձում բան։ Ցավները տանեմ, խնդրում եմ ձեզ։ Այդ ձեզ ներկայացնում են մի 90% իրանց կայքերով, որ այդ էսեք Ալիևը ասեց ու երբեք չեն ներկայացնում կամ մեր կողմից պատասխան չկա։ Նայեք, դժվար չի, ինքներդ մտնեք ու ստուգեք։ Հիմա ձեզ ասեմ, եթե դուք ուզում եք իմանալ Ալիևի ես կամ այն հայտարարության, որ պաշտոնական է, ոչ թե ներքին լսարանի համար։ Ինչ պատասխանի է արժանացել մոտը կառավարության պաշտոնական այդ ստուգեք, արտգործ նախարարության այդ ստուգեք, որովհետև անկեղծ ես ձեզ բան եմ ասում, ես մինչև 18 թիվը ինքը շատ ամաչել է, որ Ալիևը Ռուսաստանը ով ինչ ուզում մեր հասցեին խոսում է, բայց մենք չենք հակադարձում, անատամ ենք։ Իմիջիայլոց իմ հեղափոխությանը մասնակցելու, դրանցից զզված լինելու այն top 10-յակի մեջ մեկը դա է եղել, որովհետև ես տեսնում էի դա։ Իհարկե Հայաստանում ապրողները շատ հետաքրքրված չէին, այդ բանը բթացած էր, Արցախի պահպանում, բանը ասես մարդիկ մոռացել սա իրանց գործերով, սա ասում եմ լավ հիշեք էլի, ինչոց է ժողովուրդ ախր։ Այդ անհանգստությունների բանը չկար այդքան, որովհետև ակաժներից կախել էին, որ մեկը մերն է, բան, այս կողմ են կողմ։ Բայց ես ուշադիր հետևել եմ ախր, մի 15 տարի առաջ 15 տարի առաջվանից 2000 որտեղից անկեղծ ես գտնել 2006 թե 7 թվականից երբ ես ունեցել եմ իմ առաջին նոթբուքը, արդեն սկսել եմ որոշակի ուսումնասիրություններ անել։ Ես այն ժամանակներից ապշում եի, ասում էի, լավ, ոնց կարելի է, ինչ ասես խոսում են մեր կողմից պատասխան չկա, բայց մարդիկ ստեղ տեղյակ էլ չէին սկի։ Տեղյակ էլ չէին, որ Ալիևը ասում է Զանգեզուր, Նիմնա Գյոլչան, Իմնա դե Ղարաբաղի իրենցն է, Երևանը Երևանն է, Ես անգամ այդ պատմություններն է իրանց կարդում ոնց են խեղաթյուրում այդ ամեն ինչը դեռ Իվան Գուլիխան ինչ որ 17-րդ դարում բաներ են պատմում հասկանում եք տեղյակ եթե չեք եղել դա չի նշանակում թե դա չի եղել միշտ ասել են իրեն ես ասեմ ավելին դեռ 60-70-ական 50-ականներից այդ պատմությունները կան ես երևի վաղվա եթերը հենց դա անեմ որովհետև մի հետաքրքիր դրվագ կա դեռ 30-ականներից ու այդ նարատիվները անընդհատ իրականացել են։ Ես կընթերցեմ ձեզ համար այդ ամեն ինչը։ Բացարձակ ոչ մի խնդիր չկա։ Համել բոլորս էլ իմանանք, հիմա ես էլ շատ բան չգիտեմ, սիրում եմ ես էլ ավոճոջը, ասենք բան կհալարում ես կարդաց, ասում ես մեկը կարդար, լսենք ավելի լավ է։ Կընթերցեմ, այդ տիպի շարք էլ կարելի անել։ Ախր այդ խոսակցությունը միշտ արել է Ալիևը։ Մտնելու ենք, ջարդելու ենք, ես ենք անելու, եթե ես չարեցին բան, եղել է, բայց այդտեղ ով պիտի ներկայացնել։ Այս կայքերը, այս 90% կայքերը, որոնք ծառայում են այդ մարդկանց, պիտի հելնեին, որ ասեն, որ այս մարդիկ կակլեն են, բնականաբար ոչ։ Բնականաբար ոչ։ Ու փակ էր, մեդիա տիրույթը փակ էր, ցավները տանում, ես որպես հեռուստատեսության բազմամյա աշխատող,
ուղիղ ձեզ բան եմ ասում ու որևիցե մեկը չի կարող ասի տենց չի։ Մեր լրագրողները այդ ժամանակվա հենա դառնում էին միջազգայնագետ։ Ասեմ ինչի, որովհետև իրանց արգելված էր անդրադառնալ Արցախի թեմային, արգելված էր անդրադառնալ ներհայաստանյան, ասենք, տնտեսական վիճակի մյուսին։ Չորով արգել փակ էր այդ թեման, մինչև ուղիղ հրանք չլիներ փորձվել մեկը լուսաբաներ։ Եթե կա մի հատ լրագրող կասի տես չի ինձ ասեք, ու մենակ ընդդիմադիր մի երկու թերթ կային, որ պահում էին այդ բաները ու շատ կծկտուր տեղեկություններ էին հրապարակում այդ բանին իրենց պատկերացումներով։ Ստիպված, բայց օրինակ լրագրողը աշխատում է TV-ում, հա, ասենք, հեսա լուրերը պիտի լինի 20 րոպե պիտի լուրեր գնա, է պիտի ռեպորտաժներ լցնի, չէ, ինչ անի, եթե քաղաքական բլոկները իր դիմաց պայք են, իսկ լուրերը ավելի շատ քաղաքական բաներն է լուսաբանում։ Ստիպված են գնում, ման են գալիս, այդ վաղտել ինտերնետը զոր, չգիտեմ, Չինաստանում մի հատ պոեզա շորեկել, 2 հոգի մահացել են, Կամբոջայում չգիտեմ ինչը։ Այս սև բաներ էին գտնում, բերում, որ այդ 20 րոպեն լրացնեն էֆիր տան, որովհետև այդ թեման փագեր չէր կարելի խոսալ։ Հասկանում եք։ Հիմա ես չի կարելի էլի դնել հակառակը բացատրել, թե հիմա լսել ես Ալիևը ինչ էր խոսում։ Ալիևին ես որ լսում եմ, շատերը չեք լսում։ Ասեմ ավելին։ Վերջերս մեր հետաքրքիր բլոգերներից մեկի հետ զրուցում ենք, շատ լավ ճանաչում ենք, բայց թույլ տվեք անուն չտալ, որովհետև դա մասնավոր մի քիչ զրույց էր ու այդ ընթացքում անդրադարձ եղավ նաև այն մի հատ Քյավրամ ռազմավար կա դրան, ում ինքը անընդհատ բան է անում, միջայլոց մենակ ինքը չէ, շատ լավ է, որ մեր բլոգերներից կան, որ կարողանում են դեն պատրաստված պարապած առնել, դա մի քիչ դժվար է, բայց մարդիկ կարողանում են որոշակի օրեն։ Բայց տենում ես ինչեր ասում, մենք էլ փորձում ենք սենց հակադարձել, ասում ցավները տանեմ, եթե դուք նոր եք ճանաչում։ Ես նրա հետ են մյուս երկու աշխատակիցներին, որոնցից մեկին Ռուսաստանից դեպորտ արեցին Բաքու։ Այդ վաղտվանից դեռ որսուկ չասեմ երևի ադնակլասնիկի ժամանակներից ես դրանց ուսումնասիրել եմ։ Ես ռուսերեն մի քիչ լավ չեմ գրում, դանդաղ եմ գրում, բայց ու մի քիչ անգրագետ, որովհետև ռուսերենից լավ չեմ։ Ճշտելով, բանանելով, ստուգելով, մինչև մի նախադասություն գրում էի, որ հակադարձեք, կյանքից կեսը գնում էր, բայց գրում էի այդ ժամանակները, երբ որ ընդունված չէր ստեղել, դուք կենտրոնանալ ադրբեջանական մամուլի վրա, կամ չունեին այդ հրահանգը կենտրոնանալ ադրբեջանական մամուլի վրա։ Դա ձեզ համար ընթերցեցի ոնց է դա աշխատում ու խի են անդրադառնում, որ դեպքում են անդրադառնում, ուզում եք ընդունեք, չեք ուզում ընդունեք ձեր գործը։ Հասկանում եք։ Ամեն դեպքում շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր որ այդ իմաստով էլ աշխատանքներ են անում, հիմա ինչ անես։ Մոտավորապես այսպես ժողովուրդ ջան, լավ եղեք։ Փորձեմ ես գտնել մի հատ այդ թեման, անպայման առանձին եթերով կընթերցեմ, եթե ձեզ հետաքրքիր է։ Լավ եղեք, շնորհակալություն, ամեն ինչ շատ լավ է լինելու, բայց տխրեք են, լավ երթերը դեռ առջևում են ու դրանցից մեկը լինելու է վերջակետ դնողը։ Այնպես որ ակտիվ ենք, շարունակում ենք, սրանց ոռնոցներին շատ ուշադրություն չդարձնեք, պոչներն ու ոռնը լավ ենք սխմել, որ մռմռում են, հասկանում եք, որ ինչքան բարձր են գոռում, ուրեմն այդքան լավ ենք սխմել։ Հենց որ չմտածեք, ամեն ինչ լավ է, լավ եղեք, ամեն ինչ սենց է լինելու, բարի գիշեր։